Բարի երեկո, հիմնական թողարկմամբ եթերում Էպիկենտրոնն է, ստուդիայում աշխատում է Լիլիթ Աղբալյանը, այս եթերաժամին դիտեք։ Փոքր ու միջին բիզնեսը կենացու մահվան պայքար է մղում չոչնչանալու համար։ Օրենքը չկասեցնելու դեպքում ձեռներեցին մնում է կասեցնել սեփական գործունեությունը։ Կգրենք դիմումներ, որտեղ ժամանակավորապես կկասեցնի մեր գործունեությունը։ Շրջանառության մասին նոր օրենքը շրջանառությունից կհանի օրվա հաց վաստակողներին, ստվերի դեմ պայքարի պատրվակի տակ ում համար է դաշտը մաքրում կառավարությունը։ Ամեն օր մենք տեսնում ենք մի ձեռնարկության փակման գործընթաց։ Շրջանառության հարկի փոփոխությունը 3.5%-ի իջեցնում է 1%-ի, փոխարենը պահանջելով ընդամենը փաստաթուղթ, որը ձեռներեցին չեն տրամադրում։ Այդ դեպքում ինչ է նոր հարկը ըստ ձեռներեցների։ Այդ 1%-ը ուղղակի թակարդ է։ Դա գոյություն չունի, դա ուղղակի անվճար պանիրն է թակարդի մեջ դրած։ Խաղողի այգու իսկական պատուհաս ֆիլոքսերա, ինչպես են պատրաստվում խեղճ գյուղացուն փոխհատուցել ոչնչացված այգու համար։ Ես նորից պետքա գումար դնեմ, 3-ից 4 տարի պետքա սպասեմ, որ նորից նստի բերքի տակ։ Պետք է եղավ արդեն 6-ից 7 տարի։ Բանկը կոչված է ֆինանսավորել տնտեսությունն ու հարմար պայմաններով վարկ տրամադրել։ Արդյոք Հայաստանի բանկերը գործում են հենց այդ սկզբունքներով։ Կենտրոնական բանկի որոշումը շոկային էր։ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը։ Հանրապետության ղեկավարը նիստի ընթացքում շեշտել է այն բոլոր կարևոր կետերը, որոնք իրականացվելու են միասնական ջանքերի շնորհիվ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստին ներկա են գրեթե բոլոր պետական մարմինների ներկայացուցիչներն ու հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի առաջնորդները։ Նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր է համարել միասին քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգելը։ Նիստն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայնքական հռչակագիրը, որը ըստ ղեկավարի կարևորագույն մի փաստաթուղթ է եւ բացառիկ ձևով ու բովանդակ։ Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ եւ համապարփակ մի տեքստ, որը կդառնա եւ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը եւ մեր հետագա գործողությունների ուղեցույցը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հրապարակվելու է 7 լեզվով եւ արևմտահայերեն։ Սերժ Սարգսյանը հորդորել է 100-րդ տարելիցին անդրադարձ կատարող մեր բոլոր հայրենակիցներին առաջնորդվել հենց այս տեքստով եւ դրա դրույթներով։ Տարելիցի նախապատրաստական ամենակարևոր կետին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կատարվող աշխատանքներին նախագահն անձամբ է հետևում։ Մեր միջոցառումների գլխավոր նպատակը միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելն է, մեր պահանջատիրությունը լսելի դարձնելն է միջազգային քաղաքացիական հասարակությանը, պատմաբաններին եւ ցեղասպանագետներին։ 5-րդ նիստի ընթացքում տեղի ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքեջի շնորհանդեսը։ Կայքը տեղեկություն է տրամադրելու միջոցառումների եւ ծրագրերի մասին։ Վստահ եմ, որ հակառակ բոլոր չարագույժների 100-րդ տարելիցը դառնալու է ոչ թե մեր սփյուռքի եւ համայնքային կառույցների ինքնասպառման, այլ նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան։ 100-րդ տարելիցի ժամանակ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասելու է ցեղասպանության նահատակներին։ Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով։ Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ։ Ես խնդրում եմ եւ պետական հանձնաժողովի անդամներին եւ տարածաշրջանային հանձնախմբերին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիա ֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ։ Դա հատկապես կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայում կայացած անհեռատես եւ ցինիկ որոշումը խմբագրել սեփական պատմությունը
Գալիպոլի ճակատամարտի տարեդարձը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բաժանվելու են 4 հիմնական ուղղության՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար, վերածնունդ։ Սիրան Ոսկանյան, Էպիկենտրոն։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց Մեծ Եղեռնի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաև 12 կետից բաղկացած համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր։ Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար։ Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները։ Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը, դրանք գնահատելով որպես հայոց ցեղասպանության Մեծ Եղեռնի մինչև օրս անպատիժ մնալու հետևանք։ Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության և հիշողության հետ, հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից։ Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այդ հարցում, ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման։ Կոչ է անում հայրենիների գալիք սերունդներին հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն, առավել հզոր հայրենիքի, ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության։ Մշակութային քայլ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ բացվել է Կոմիտասի թանգարան ինստիտուտը, որի ստեղծման մասին առաջին անգամ խոսվել է 2013 թվականին, երբ նախագահ Սարգսյանը թանգարան ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Հիմնադրամը անհատույց մշակույթի նախարարությանն է տրամադրել Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, ինչի հիման վրա էլ կառուցվել է թանգարանը։ Կառույցի բացման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը։
Կոմիտասի կենսագրություն, Կոմիտասի միտք, Կոմիտասի շունչ, Կոմիտասի գործեր ու ամեն ինչ, յուրաքանչյուր դետալ ու մասնիկ Կոմիտասի մասին։ Վարպետի թանգարան ինստիտուտն է։ Շատ երկված, շատ երկրներում ճանաչված մեծ մարդը մինչև այժմ իր մշակութային օջախը չուներ։ Հիմա արդեն կա։ Հիմա արդեն բոլորը կարող են այստեղ մտնել, միլիմետրերի հեռավորությամբ տեսնել ու ծանոթանալ նրա թողած ժառանգության հետ։ Այստեղ ներկայացված են Կոմիտասի նոթատետրերը, որտեղ ինքը գրի էր առնում, գյուղից գյուղ շրջելով, գյուղացիների երգերը, ժողովրդական երգերը եւ հետաքրքիր են իր ձեռագրի, իրենց պարունակության առումով, որոնք հետո ինքը մշակում էր եւ արդեն վերածում էր իր ստեղծագործության։ Թանգարանը 8 սրահ ունի, յուրաքանչյուրը վարպետի կյանքի ու էության մի մասնիկն է ներկայացնում։ Ասում են այստեղ մուտք գործող ամբողջական պատկերացում կկազմի Կոմիտասի մարդ ու ստեղծագործող կերպարի մասին։ Խմբավար, երգիչ, մտավորական, մանկավարժ, ազգագրագետ, բանահավաք եւ այլն, այսինքն մի երևույթ իդեպ ասեմ, որ նաեւ մի քիչ անհայտ մեզ Կոմիտասը, որը եւ բանաստեղծ է եւ նկարիչ, եւ հուսում եմ, որ այս թանգարանը այդ անհայտ կողմերն էլ եւս կարողանում է բացահայտել մեր հասարակության առջեւ։ Այսօր ես չեմ կարող չնշել Հայաստան հիմնադրամը, որը նվիրաբերեց շենքը այդ նպատակներով, Փյունիկ հիմնադրամը, որը ֆինանսական միջոցներ հատկացրեց, այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրավեցին, Արտուր Մեշյանը, որը հիանալի իր նախագիծը կատարեց։ Առաջի խնդիրը նա էր, որ գոյություն ունեցող մասնաշենքը, որ նախագծել էր Գորեն Հակոբյանը 49 թվականին, դա դառնար համալիրի մի մասը, որը վերակառուցվեց որպես համերգային սրահ, իր բոլոր հարմարանքներով, եւ արդեն գոյություն ունեցող կառույցի վերակառուցումի հետ միասին հպվեց նորակառույց մասը, որը սպիտակ տրավերտինով հարված։ Այս թանգարանի համար լույսը շատ կարևոր է։ Լուսավորությունը կարևոր է, որովհետև այն հնարավորություն է տալիս մարդու ուշադրությունը կենտրոնացնել դետալների վրա։ Կոմիտասի թանգարան ինստիտուտի ձևավորող նկարիչ Ալբերտո Տորսելոն Իտալիայից է եկել, հատուկ այս թանգարանի ներքին ձևավորման համար։ Ասում է դեռ մանկուց իր հայրենիքում է ծանոթացել Կոմիտասի գործերին։ Դաշնակահար նկարիչը, ով տարիներ առաջ Կոմիտաս էր նվագում, հիմա լույսի ու ստվերի խաղով է սիրելի կոմպոզիտորի գործերը համեմել։ Նախագահ Սարգսյանն է արված գործն ուսումնասիրում, նշելով, որ վարդապետը միավորել է հոգևորը եւ աշխարհիկը, ազնվականը եւ գեղչկականը, արևմտահայկականը եւ արևելահայկականը, ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ եւ բազում այլ բաժանարար գծեր։ Դառնալով ցեղասպանություն տեսած հայ ժողովրդին նոր ընթացքի ռավիրան ու երաշխավորը, վերհանելով եւ մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ։ Նախագահ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների եւ հյուրերի հետ այցելել է նաեւ Կոմիտասի անվան Պանթեոն, ծաղիկներ դրել վարդապետի շիրիմին։ Արմինե Ավետիսյան, Արթուր Սուքեսյան, Էպիկենտրոն։ Այլ թեմաների մասին շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխության դեմ բողոքը շարունակվում է։ Հանրապետության որոշ տոնավաճառներ այսօր կասեցրել են իրենց աշխատանքները, պահանջելով օրենքի դրույթի կասեցում։ Կառավարությունից պատասխան չստանալով հազարավոր ցուցարարներ հավաքվել են նախագահի նստավայրի առաջ։ Այսօր ցուցարարներն ավելի շատ են, քան 3, վաղը խոստանում են ավելին լինել, քան այսօր։ Օրեցօր ձեռներեցներն իրենց տաղավարները փակում են ու միանում պայքարի ճակատին։ Պահանջում են փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխված դրույթի կասեցում։ Յուրաքանչյուր դեպք պատասխանատու, որ մենք հասել ենք այս վիճակին, խնդրողի վիճակին։ Եթե մենք լինենք ոչ թե խնդրող, այլ ընտրող, ընտրենք այն մարդուն, որ իրոք ընտրել ենք, նա մեր հարցերը կլուծել, մեր ուզածով։ Ժամեր շարունակ կառավարության առջև սպասում էին վարչապետի ընդունելությանը, չընդունեց։ Ցուցարարները չեն ընկրկում, հին պահանջով նոր հասցեատիրոջ շեմին են։ Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ բողոքողները չեն տեղավորվում նախագահի նստավայրի դիմացի մայքին ստիպված անցնում են փողոցն ու մասամբ փակում Բաղրամյանը։ Ոստիկանների պահանջով սակայն վերադառնում են ցույցերի սովոր մայթ։ Հավաքվածները միաձայն են, ցույցերը չեն դադարելու, քանի դեռ այդ օրենքը շարունակի գործել։ Աշխատանքի փոխարեն ամեն օր ցույցի են դուրս գալու։ Մեր հարկային պատկան մարմիններում կգրենք դիմումներ, որտեղ ժամանակավորապես կկասեցվի մեր գործունեությունը։
հետևաբար ոչ մի հարկայինի աշխատող չի կարող առանձին մոտենալ և պահանջել գումարների նմրումը։ Կառավարության պատասխանն ակնկալում են մինչև վաղվա ցույցը։ Օրենքի դրույթը կասեցնելու դեպքում կվերադառնան աշխատանքի։ Բացասական պատասխանը ցույցի շարունակություն կնշանակի։ Տաթև Դանիելյան, Վարդան Մկրտունյան, Էպիկենտրոն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն աջակցում է բողոքող առևտրականներին։ Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ամեն կերպ օգնելու է նրանց վիճահարույց օրենքի կասեցման համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցությունը պատրաստ է կրկին հարցը բարձրացնել ազգային ժողովում, պատրաստ է նաև խորհրդատվություն տալ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Առևտրականները ստեղծված վիճակի միակ մեղավոր համարում են քաղաքական մեծամասնությանը, որն այս օրերին ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար։ Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում աղմկահարույց շրջանառության հարկի մասին նոր օրենքը, ըստ որի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները պարտավոր են փաստաթղթավորել ապրանքը։ Առևտրականները պնդում են, որ պահանջն անհնար է իրականացնել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կիսում է ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները։ Խոսքը գնում է 35-40 հազար տնտեսվարող սուբյեկտների մասին, անհատ ձեռնարկատերեր, ՍՊ-ներ եւ այլն, եւ միանգամից դա, եթե միջին հաշվով հաշվենք, մոտ 130-140 հազար աշխատողներ են։ Ամեն օր մենք տեսնում ենք մի ձեռնարկության փակման գործընթաց։ Այս պայմաններում ընդունել մի այնպիսի օրենք, որը այսպես ավելի բարդ իրավիճակ է ստեղծում ՓՄԶ-ների համար, անընդունելի է։ Դեռ հոկտեմբերին ԲՀԿ-ն մատնանշել էր խնդրի լուծման իր տարբերակը, այն է ձեռնարկատերերին տալ ընտրության հնարավորություն։ ԲՀԿ խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ազգային ժողովում, սակայն քաղաքական մեծամասնությունը մերժեց առաջարկը։ Պետք է կամավորության սկզբում, ովքեր ուզում են թող փաստաթղթով աշխատեն 1%-ով, ովքեր չեն ուզում թող դեռևս ժամանակավոր տարիուկես 2 տարի մնան հնով, այն մարդիկ, ովքեր որ աշխատելու են փաստաթղթով, բնական է նրանց շրջանառությունը աճելու է։ Գաղտնիք չէ, որ այդտեղ խնդիրներ կան, եւ անպայման պետք է 58 ու 35 միլիոնի շեմը բարձրացնել, հասցնել 100-120 միլիոն դրամի, որտեղ եթե դրանց շեմը բարձրանա եւ նրանք աշխատեն ավելացված արժեքի հարկով, դա նույնն է, որ շրջանառության հարկի 8%-ով աշխատեն։ Մենք պատրաստ ենք նորից պնդել այդ դրույթները, վստահ լինելով, որ դա նպաստելու է ՓՄԶ-ների զարգացմանը։ ՓՄԶ-ները չպետք է հանդիսանան այդ գործիքները խոշորների դեմ պայքարելու համար։ ԲՀԿ խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը առևտրականների դժգոհությունն ուսումնասիրել է իրավական տեսանկյունից։ Նա ևս մեկ անգամ շեշտում է, որ ներկա պահին փոքր ու միջին բիզնեսի դեմ այդպիսի օրենք կիրառելն անթույլատրելի է։ Այս պահին ևս մենք կիսում ենք իրենց մտահոգությունները եւ պատրաստ ենք անվերապահորեն ազգային ժողովում աջակցել իրենց նախաձեռնություններին։ Ֆրակցիան նաեւ պատրաստ է ՓՄԶ-ների ներկայացուցիչներին տրամադրել տարբեր խորհրդատվություններ կախված իրենց խնդիրների հետ, ինչպես նաև բարձրաձայնել այն բոլոր խնդիրները, որոնք նրանք առաջ են քաշում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կրկին հայտարարում է, որ կանգնած է փոքր ու միջին ձեռնարկատերերի կողքին։ Առևտրականները ստեղծված վիճակի միակ մեղավոր համարում են քաղաքական մեծամասնությանը։ Նրանց բնութագրմամբ իշխանականների համար շատ դժվար է տաք ու հարմարավետ գրասենյակը փոխել ձմռան սրտին բողոքող քաղաքացու կողքին կանգնելով եւ նրանց բողոքը լսելով։ Սոցիալական ցանցը ևս ողողված է նմանատիպ բովանդակությամբ գրառումներով։ Աշոտ Դիլանյանն օրինակ Facebook-ի էջում գրել է. Առաջին ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ մշտապես եղել են իրենց խնդիրները բարձրաձայնող քաղաքացիների կողքին։ Երկրորդ, Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, եթե բոլոր քաղաքական ուժերը մշտապես աջակցեին խնդիրների մասին բարձրաձայնող ու իրենց իրավունքները պաշտպանել փորձող քաղաքացիների կողքին։ Երրորդ, բողոքող առևտրականների մի զգալի հատվածը Հայաստանի այն քաղաքացիներն են, որոնք տարբեր ընտրությունների ժամանակ իրենց վստահության քվեր են տվել ԲՀԿ-ին, եւ այսօր միանգամայն նորմալ է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կանգնում է իրեն սատարած եւ քվե տված քաղաքացու կողքին։ Չորրորդ, բնականաբար այդ քաղաքացիների շրջանում հատկապես կլինեն քաղաքացիներ, որոնք ժամանակին ձայն են տվել նաեւ իշխանական կուսակցությանը, հանրապետական կուսակցությանը։ Իսկ ինչու հիմա, երբ նույն այդ քաղաքացիները բողոքում են կառավարության շենքի առաջ, չկա որևէ ՀՀԿ ներկայացուցիչ, որպեսզի ականջալուր լինի նրանց բողոքին։ Արամ Արարատյան, Ժիրայր Հաբետյան, Էպիկենտրոն։
Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի օրենքի փոփոխությունը ուղիղ հարված է փոքր ու միջին բիզնեսին։ Փոքր ու միջին ձեռներեցների շահերը ներկայացնող կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով օրենքը մշակելիս հաշվի չեն առել ձեռներեցների կարծիքն ու առաջարկը։ Օրենքը կիրառելուն հաշված օրեր են մնացել, բայց հարցը լուծում ստանալու փոխարեն ավելի է խորացել եւ փողոց է դուրս բերել մի քանի հազար ձեռներեցի։ Փետրվարի 1-ին ուժի մեջ մտնող օրենքի պարտադիր պայմաններից մեկը բիզնեսի փաստաթղթավորումն է։ Ըստ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների դա հնարավոր չէ, քանի որ իրենք չեն կարող ստիպել խոշորներին իրենց փաստաթուղթ տրամադրել։ Այս հարցով բազմաթիվ անգամներ վարչապետի մոտ քննարկումներ են եղել եւ օրենքի կիրառումը հետաձգվել է։ Ձեռներեցները սպասում են դեկտեմբերի 16-ին կառավարության նամակների բաժնում մուտք եղած իրենց նամակի պատասխանին, որտեղ ներկայացրել են իրենց առաջարկները։ Կամ գնում ենք կամավորության սկզբունքով, այսինքն 1%, 3.5%, կամ հրաժարվում ենք այս փոփոխությունից եւ վերադառնում ենք շրջանառության հարկի նախկին գաղափարախոսությանը, որից գոհեին փոքր բիզնեսի մեծամասնությունը, այսինքն շրջանառություն անգամ տոկոսադրույք եւ շատ պարզեր բարդ հաշվապահական հաշվառում չէր պահանջվում եւ այլ ոնց որ ասում բեռով չէր ծանրաբեռնվում փոքր բիզնեսը։ Փոքր եւ միջին բիզնեսին պաշտպանելու համար մտածված օրենքի փոփոխությունը եւ 1% հարկը պաշտպանելու փոխարեն հարվածելու է ձեռներեցներին։ 1%-ը ուղղակի թակարդ է։ Դա գոյություն չունի։ Դա ուղղակի անվճար պանիրն է թակարդի մեջ դրած, որի վրա վազելով դու կորցնում ես քո բիզնեսը ընդհանրապես։ 1%-ով այսօր ոչ մի մանր բիզնես չի կարող աշխատել։ Բացառությամբ միայն նրանց, որոնք վաճառում են, ասենք, գաստրոնոմային ապրանքներ։ Այդ բնագավառում մեկ էլ դեղատները կարող են աշխատել։ Նոր օրենքի հեղինակները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ շուկան չի սահմանափակվում մի քանի ապրանքատեսակով, ասում են հասարակական կազմակերպության ներկայացուցիչները եւ կետառկետ ներկայացնում նոր օրենքի ռիսկերը։ 1%-ով աշխատելու համար պետք է ունենալ 100%-անոց փաստաթղթ շարժանառություն, որը չի կարող ապահովել։ Դա ձեզ 100% եմ ասում, անհնար բան է։ Դա վարչապետն էլ է ընդունել, որ անհնար է։ Եթե չունես փաստաթուղթ, անցնում ես 5% ամբողջ շրջանառությունից հարկվում ես 5%-ով ամբողջ տարվա համար։ Դրանից հետո արդեն գալիս է 16% ավելացած արժեքի հարկը, որի տակ կմտնեն այն ձեռներեցները, որոնք չեն ապահովի երրորդ անգամ փաստաթղթաշրջանառություն։ Բացի այդ, նոր օրենքով հարկային մարմինները կարող են ստուգում իրականացնել 365 օր եւ օրը մի քանի անգամ առանց որևէ սահմանափակման։ Եթե այս օրենքը կիրառվեց, մեր խանութները փակվելու է, այսինքն մեր տուն հաց չի մտնելու։ Ով չի ուզենա օրենք խախտի, կթողնի երկրից կհեռանա։ Ձեռներեցներին վրդովեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի ելույթը, մասնավորապես այն, որ Արմեն Ալավերդյանը նշել էր, որ բողոքի դուրս եկած 500 ձեռներեցի համար օրենքը չեն փոխելու եւ հետքայլ չի լինելու։ Օրենքը նույնիսկ 1 մարտավար պարտավոր են փոխել։ Մեր երկիրը այդքան հարուստ չի, որ այդ իրենց ասած 500 ուրեմն ձեռնարկատիրոջ համար օրենքը փոփոխություն չկրի։ Մենք կարծում ենք, որ այո, հնարավոր է օրենքի մեջ փոփոխություններ մտցնել եւ եթե դա հնարավոր չէ, ուրեմն կարող են մեզ հետ քննարկել վաղօրոք։ Փոքր եւ միջին ձեռներեցները այլևս չեն հավատում կառավարության ներկայացուցիչների խոստումներին եւ պահանջում են կասեցնել օրենքի կիրառումը։ Արթուր Հակոբյան, Ժիրայր Հաբետյան, Էպիկենտրոն։ Հունվարի 17-ին կայացել է Բելգիայում պաշտոնապես գրանցված Եվրոպայի հայերը հանուն Հայաստանի բարգավաճման հասարակական կազմակերպության անդամների հանդիպում ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։ Կազմակերպության անդամները ցանկություն ունեին հանդիպել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Հայաստանը ունի Սփյուռքի օգնության կարիքը եւ Սփյուռքը պետք է լինի հավասար գործընկեր։ Հանդիպմանն ընդգծել են падգամավորը։ Օրեր առաջ Բելգիայում պաշտոնապես գրանցվել է Եվրոպայի հայերը հանուն Հայաստանի բարգավաճման հասարակական կազմակերպությունը, որը հունվարի 17-ին նշել է իր նորամուտն ու անցկացրել հիմնադիր ժողովը։ Ինչպես հայտարարել է կազմակերպության նախագահ Արտակ Սերգոյանը, Բելգիա հայերը ցանկություն ունեին հանդիպելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Արդեն հունվարի 17-ին կազմակերպության հիմնադիր ժողովի ընթացքում կայացավ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը Բելգիա հայ համայնքի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Բրյուսելի, այլև Բելգիայի ամենահեռավոր քաղաքներից ժամանած մի քանի հարյուրից ավելի հայեր։ Նրանց ցանկությունը մեկն էր՝ հանդիպել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչների հետ։ Մի կուսակցություն, որը ինչպես իր խոսքում նշեց նորաստեղծ կազմակերպության նախագահ Արտակ Սերգոյանը, վայելում է սփյուռքահայերի ամենամեծ վստահությունը։ Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու մասնավորապես արտագաղթի խնդրին, падգամավորն ընդգծեց, եթե հայը կարողանա արժանապատիվ կյանքով ապրել Հայաստանում, ապա երբեք այն չի լքի։
Ես վստահ եմ, որ չկա ձեզանից մեկը, որ եթե իր հայրենիքում իր համար ստեղծվեին պայմաններ, որպեսզի նա կարողանար ապահովել իր ընտանիքը, նա կթողներ իր ընտանիքը կլքեր եւ կբռներ գաղթի ճանապարհը։ Այսօր ցավոք սրտի մեր երկրում բացարձակ անիշխանություն է, որովհետեւ այսօր ցավոք սրտի երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնց համար կա մեկ հասկացություն՝ սեփական կլանի, սեփական թիմի հասկացությունը, իսկ մնացյալի վրա թքած։ Մենք պիտի ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ փոքր եւ միջին ձեռնարկատերը չվախենա բիզնես դնելուց, որովհետեւ հայտնի ինչ որ մեկը կարող է առավոտը իր բիզնեսի մեջ փայ մտնել։ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ անլուծելի խնդիր գոյություն չունի, միայն պետք է ունենալ ճիշտ ընտրված իշխանություն, որը կմտածի սեփական ժողովրդի մասին։ Աշխարհի որ երկիրն էլ գնում ենք, մեր հայրենակիցները մեկ բան են ասում՝ երբ է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լինելու իշխանության, երբ է Գագիկ Ծառուկյանը լինելու իշխանության, որպեսզի մենք ունենանք հավատ եւ վստահություն, որովհետեւ ամենակարևորը, որ այսօր կորցրել են մեր հայրենակիցները, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, դա հավատն է վաղվա օրվա հանդեպ։ Հայաստանն ունի Սփյուռքի օգնության կարիքը, ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ Սփյուռքը պետք է լինի հավասար գործընկեր։ Ես լիազորված եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից, կուսակցության նախագահի անունից նաև ասելու, որ մենք հավատում ենք նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժին, մեր կուսակցության կարգախոսներից մեկն է մարդու կողքին, մարդու համար, եւ մեր մի կարևորագույն կարգախոսը, մեր խոսքը գործ է, ես կարծում եմ դուք գիտեք, որ Բարգավաճ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանի լիդերը երբեք գետնով չի տվել, ինչ որ ասել արել ենք, քիչ ասել ենք, շատ ենք արել։ Նաիրա Զոհրաբյանի ելույթին հաջորդում են բելգիահայերի տասնյակից ավելի հարցերը։ Ձեր նախընտրող երկրի առաջնորդով պետք է լինի, շնորհակալություն։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ինձ համար նախընտրելի տեխնացուն նախագահին դա Գագիկ Ծառուկյանն է, բայց սա Բայց ինչպես պարոն Ծառուկյանը ինքն է ասել, մենք քաղաքական առողջ ուժերով կհավաքվենք եւ կորոշենք։ Մի բան վստահ եղեք, ով էլ լինի, պիտի լինի ընտրված արդար եւ պիտի մտածի մեկ բանի մասին՝ հարգել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մենք հավատում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ իր խոսքերին հավատում ենք, որտեղ միջև հիմա բոլորը մեզ խաբել են։ Համայնքը վստահություն է տածում ԲՀԿ-ի նկատմամբ եւ ինչպես ասում էին հանդիպման հարյուրավոր հայրենակիցները, միակ ուժը, որն իզորու է Հայաստանում իրականացնել լրջագույն փոփոխություններ, ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանն են։ Մենք այսօրվա դրությամբ կտեսնենք, որ ունենք միակ մարդ, դա Գագիկ Ծառուկյանն է, որ ամբողջ հայության կողքն է կանգնած, եւ գյուղացիների, եւ քաղաքացու բոլորի Դբրոց, մանկապարտեզ, որպանոց, ամեն տեղ իր օգնությունը, սպասպենների օգնությունները, մեքենայով, ամեն տեղ ժողովրդի կողքն է։ Այսօրվա դրությամբ որ ժողովուրդը շունչ կքաշի, մի քիչ կաբրի, դա Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է։ Մենք բոլորս կուզենայինք որ ունենայինք այդպիսի մի մարդ, մեր առաջնորդը Հայաստանի, ինքը եղնիր, ինքը հայերին, ինքը մեր հայերը իրանով լավ կզգան, հանց թե հիմիկվա կառավարությունը մենակ ինք իրա մասին կմտածե։ Ինքը իրա եղբայրը ֆլանը պեպան իրանք լավ ապրի։ Եվ միևնույն ժամանակ կցանկանամ, որ անպայման շուտապույտ կերպով մենք տեսնենք Գագիկ Ծառուկյանին մեր ղեկավարը, մեր տերը, հայերի տերը։ Անհապաղ կուզեմ Գագիկ Ծառուկյան, ես կցավը տանիմ Գագիկ Ծառուկյան։ Հրաժեշտից առաջ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ շատ շուտով կրկին հանդիպելու են ու արդեն բարեկեցիկ ու Բարգավաճ հայրենիքում։ Այս մասին պատմող առավել ծավալուն տեսանյութը կարող եք դիտել վաղը կենտրոնի եթերում։
Այլ թեմաների մասին բանկերի խոշորացման որոշումը շոկ է առաջացրել շուկայում։ Տնտեսագետ Աշոտ Խուշուլյանի խոսքով բանկերը կառավարելի դարձնելու համար կենտրոնական բանկը նախընտրում է քչացնել դրանց թիվը։ Ըստ նրա բանկային շուկայում մրցակցություն չկա, դրա համար էլ ոլորտը լճանում է։ Բանկերը որքան են նպաստում տնտեսության զարգացմանը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ բանկային ոլորտը նույնպես մենաշնորհային է։ Կենտրոնական բանկը որոշել է 6 անգամով ավելացնել բանկերի կապիտալը դարձնելով 30 միլիարդ դրամ։ Գլխավոր բանկն իր որոշումը մեկնաբանել է, ասելով, թե այդպես է անում ծառայությունների որակը բարձրացնելու եւ շուկայում մրցակցություն մտցնելու համար։ Կենտրոնական բանկի որոշումը շոկային էր։ Միանգամից բարձրացնել հիմնական կապիտալը եւ փաստորեն դրանով իսկ ստիպել բանկերին միաձուլվել։ Խուշուդյանն օրինակ է բերում Միացյալ Նահանգների փորձը 2008 թվականին այնտեղ խոր ճգնաժամ եղավ, որի մեջ հայտնվեցին հիմնականում խոշոր բանկերը, իսկ ռեգիոնալ բանկերը շատ արագ հաղթահարեցին դժվարությունը։ Կենտրոնական բանկը ապագա հնարավոր ֆինանսական ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը։ Որքան են բանկերը ծառայում տնտեսության զարգացմանը, Թաթուլ Մանասերյանը բանկերին հիշեցնում է նրանց գործառույթների մասին, որը պիտի լինի տնտեսության ֆինանսավորումն ու հարմար պայմաններով վարկերի տրամադրումը։ Եթե սա չի իրականացվում, ապա մնացածը զուտ ուղղակի ֆինանսական միջնորդի դերը դառնում է ինքնանպատակ։ Տնտեսագետ Խուշուդյանն էլ համոզված է, որ չունենք ֆինանսական ազատ շուկա, ունենք բանկային ոլորտ, որտեղ նկատվում է մոնոպոլ դաշտ։ Մենք չունենք հասարակ սպոտ շուկա, ունենք արտարժույթի շուկա, Հայաստանում եղել է։ Թաթուլ Մանասերյանի խոսքով կենտրոնական բանկի քայլն ուղղված է ֆինանսական շուկայի կայունացմանը, իսկ Խուշուդյանն էլ կարծում է, որ որոշ անիմաստ ծախսեր կկրճատվեն, բայց բանկերի միջև մրցակցությունը չի ավելանա։ Արամ Արարատյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Հայաստանում պարապուրդի մատնված ավելի քան 150 արդյունաբերական գործարանները կկարողանան աշխատել, եթե ճիշտ օգտագործվի արևի էներգիան և հելիոֆիկացումը դառնա երկրի տնտեսության հիմք։ Այսօր հայտարարել է տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահան Համազասպյանը, դժգոհելով կառավարությունից, որը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, թույլ չտալու այլընտրանքային էներգիայի կիրառումը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ անդրադարձել է Եվրասիական միության կազմում Հայաստանի տեխնոլոգիական հնարավորություններին։ Արևի հաղորդած տարեկան ջերմատվությամբ Հայաստանն աշխարհում առաջատարներից է, կարճ ասած ամենաարևառատ երկրներից մեկը, բայց արևի էներգիան Հայաստանում կիրառվում է մասնավոր նպատակների համար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը ստեղծել է հելիոֆիկացիայի սարքեր, որոնք ունակ են արևի էներգիան օգտագործել տարբեր ոլորտներում։ Շվեյցարիան վերջերս ոգևորվել է հայկական գյուտով եւ պատրաստակամություն հայտնել ներդրում անել, բայց խանգարել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ես բերել եմ թերթում Տիգրան Սարգսյանը ինչպես տապալեց մեր այդ ներդրումային ծրագիրը, շվեյցարացին ուղղակի զարմացած էր մեր աշխատանքների վրա, գնացիկ սպիտակ պոլիգոնում տեսավ, Տիգրան Սարգսյանը պետք է գրեր, որ ինքը դեմ չի, որպեսզի Շվեյցարիայի կառավարությունը ներդրումներ կատարի Համազասպյանի ուղղությամբ։ 3 տարի արդեն անցել է այդ։ Նամակը տենց չտվեցին։ Քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը լավ հնարավորություն է համարում Եվրասիական միությունը, որի անդամ պետությունների հետ հնարավոր է կյանքի կոչել հելիոֆիկացիայի ծրագիրը։ Սխալ է երկիրը հայտարարել միայն գյուղատնտեսական կամ տուրիստական վայր։ Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, իսկ էներգաստեղծ տեխնոլոգիաներին զարգ տալը կխթանի նաև գյուղատնտեսությունն ու տուրիզմը։ Գիտնականը հրապարակային առաջարկով դիմում է հանրապետության նախագահին։ Պայմանագիր կնքել, հելիոֆիկացիա մեր խորհուրդը, հելիոֆիկացիա մեր խորհուրդը, որը ընդգրկում է ուրեմն աշխարհի հայտնի հայ գիտնականներ, մենակ Հայաստանի չէ, առաջարկում եմ 2 տարում կազմակերպել աղետի գոտի արդյունաբերության վերականգնման խնդիրը եւ այնտեղ կազմակերպել 400-ից 800,000 աշխատատեղ։ Խնդրեմ։ Արևմտյան Եվրոպայում 1 քառակուսի մետրում արևի հաղորդած էներգիան կազմում է մոտ 1100 կՎտ։ Հայաստանում 1700 է, իսկ Սևանա լճի ավազանում այդ թիվը հասնում է 2400 կՎտ-ի, ավելի քան կրկնակի գերազանցելով եվրոպական ցուցանիշը։ Եվրոպան փող չի խնայում հելիոֆիկացիան զարգացնելու համար, Հայաստանի իշխանությունը դեռևս դա համարում է աննպատակահարմար։ Նաիրի Հոխիկյան, Արթուր Սուքյասյան, Էպիկենտրոն։ Մտահոգ են Արմավիրի մարզի 4 գյուղի խաղողագործները, Գարնանը նրանց այգիները քանդվելու են։ Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մասնագետները գյուղերի մոտ 10 հեկտար խաղողի այգիներում ֆիլոքսերա են հայտնաբերել։ Վարակը չտարածելու համար այգիները հիմնովին ոչնչացվելու են եւ մի քանի տարի հողը օգտագործելը արգելվում է։ Գյուղացու վնասի եւ նախարարության դիրքորոշման մասին է պատմում Արմինե Ավետիսյանը։ Այս մարգից
800 կիլո, 700 կիլո այս խաղողն է։ Վիտալի Կոստանյանի խաղողի այգին է 6300 մետր։ Աղավնատուն գյուղում է գտնվում։ Տարեկան առնվազն 10 տոննա բերք է ստացել։ Հպարտանում է այգով ու նրա տված բարիքով։ Երկու տեսակի խաղող ենք մշակում, եւ պտղից եւ նրանից ստացած գինու ու կոնյակի համին կարոտ կմնաս։ Հիմա Կոստանյանները բառացիորեն այդ ամենին կարոտ կմնան։ Այգում ֆիլոքսերա է հայտնաբերվել։ Սկզբից արմատներն ա ուտում։ Արմատները այն հիմնական գլխավոր արմատներն ուտում են, մազարմատները կամ չորանում են, այս այգին չորանում արդեն։ Դրանք նաև տերևային, որ տերևայինը սրսկումներ կատարում են, տերևի վրա չի ալտում։ Արմատները ուտելով բարձրանում արդեն չորանում են։ Չի աճում։ Շիվերը պետք է եսի տա 3-4 մետր, այսպես շիվեր պետք է տա։ Սրանից լավ շիվեր պետք է տար։ Հիմա չի տալ, այս վիրևի մասը որ տենակ վապշե էս, մով չկա, վապշե։ Գարնան այգին քանդելու են, հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցն է։ 3 տարի էլ արգելվում է հողն օգտագործել, հակառակ դեպքում վարակն էլի կտարածվի։ Վտանգը սպառնում է Արմավիրի մարզի 4 գյուղի՝ Նորակերտին, Նորապատին, Աղավնատանը եւ Այգեկին։ Մոտ 10 հեկտար այգի է քանդվելու։ Գյուղացին շվարել է, եկամտի աղբյուրն է ցամաքում։ Մենք փորձ ունենք 2 տարի առաջ էլ այդպիսի դեպք արձանագրվեց։ 2.8 հեկտարի վրա մենք գյուղացիական տնտեսությունների հետ խաղողի այգիները քանդեցինք եւ իրենց փոխհատուցում տվեցինք։ Հիմա այս տարի էլ արդեն այդ գործընթացը սկսել են, կառավարությունը որոշում ենք նախապատրաստում մտցնել, առաջիկա կառավարության նիստերի օրակարգում այդ հարցը քննարկվի եւ լուծումներ ենք տալու։ Կառավարության նիստը հունվարի 30-ին է գումարվելու, հարցը քննարկվելու է, որոշվելու է փոխհատուցման չափը։ Գյուղացին այս պահին նախկին դեպքի օրինակն ունի աչքի առաջ։ Ասում է տված փողը 1 տարվա վնասն է հազիվ փակում, մնացած 2 տարին բաց է մնում։ Իսկ դրանից հետո էլ նոր այգի հիմնելու համար աջակցություն չեն ստանում։ Գումարած այդ ամենին նոր այգին բերք կտա մոտ 4 տարի հետո։ Ստացվում է 7 տարվա վնաս։ Արմինե Ավետիսյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Հայկական կողմի երեկվա քվեարկությունը Գյումրիի դեպքերի հետ կապ չունի, որովհետև Գյումրիի դեպքում Հայաստանի իշխանությունը որևէ ինքնիշխան պետության քայլ չի կատարել, ձեռնպահ քվեարկել այլ խնդիր է եւ ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների։ Կարող է եղել են կուլիսային քննարկումներ ու դրա համար է հայկական կողմը ձեռնպահ քվեարկել։ Այսպես է բնորոշել հայ պատվիրակների պահվածքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների ձայնի իրավունքի հարցի քվեարկության ժամանակ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Անդրադառնալով Գյումրիի դեպքին Մարտիրոսյանը նշել է, որ իշխանության գործողությունները տպավորություն են թողնում, որ այս երկրի իշխանությունը չէ, այնքան չեզոք է պահվածք, այնքան սխալներ եղան։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի, սահմանապահները ենթարկվում են մեր ազգային անվտանգության ծառայությանը եւ ցանկացած սահմանախախտի պետք է հանձնեն մեր իրավապահներին։ Փաստորեն այնտեղ հանցավոր անփութություն է եղել զորամասում, որովհետև զենքով զինվորը դուրս գա ու մի քանի ժամ չիմանան դրա մասին, դա արդեն խնդիր է, դա մեկ։ Երկրորդ հանցավոր անփութություն է այն, որ դատապարտված անձին ուղարկել են Հայաստան ծառայության, երբ Ռուսաստանի Դաշնությունը համապատասխան օրենք ունի, ըստ որի դատապարտված հարազատներ ունեցող անձիկ չեն կարող Ռուսաստանից դուրս ծառայություն անցնել։ Ուստի եւ այդ դրվագներով արդեն կան շատ մեծ մեղք ունեցող մարդիկ։ Բացի դա իսկապես խիստ կասկածելի է, որ մեկ ամսվա ծառայողը, որը նույնիսկ ասում են Գյումրի դուրս էլ չի եկել մինչ այդպես ճշգրտությամբ հասել է 3 կիլոմետր հեռավորությամբ տարածք ու այդ քայլը կատարել է։ Խոսքով հարցը դու գիտեք ինձնից լավ, որ ինչքան շատ են։ Այսօր տեղի է ունեցել Կոմվերսբանկի Նորքի մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը, նոր մասնաճյուղը ավելի որակյալ սպասարկում կապահովի հաճախորդների համար։ Հարմարավետ պայմաններ հաճախորդների համար բարձրակարգ սպասարկում Կոմվերսբանկի հիմնական սկզբունքն է, ուստի առավել որակյալ ծառայություն մատուցելու համար այսօր վերաբացեց նոր Նորքի մասնաճյուղը։ Ըստ էության հին մասնաճյուղից նոր մասնաճյուղ տեղափոխվելու, որը որ ընդամենը մեկ խաչմերուկ տարբերությամբ էր, տեղափոխվելու նպատակը դա ավելի մեծ, հարմարավետ դահլիճներ, ինչպես տեսնում եք նոր մոդեռն վերանորոգված եւ բանկի սպասարկման որակին համահունչ ծառայություններ տրամադրելուն, որտեղ որ առանձնացված են եւ ֆիզիկական անձանց համար հարմարավետ ծառայությունները եւ իրավաբանական անձանց համար ծառայությունների մատուցումը։ Կոմվերսբանկի մասնաճյուղերի ցանցը աստիճանաբար ընդլայնվում է, մասնաճյուղերը մշտապես նորոգվում են։
Նախկինում որդեգրած քաղաքականությունը դա բարձրակարգ ծառայությունների մատուցումն է, դա մեզ համար գլխավորն է հաճախորդների համար եւ նոր գործիքակազմ եւ ավելի լավ նոր տեխնոլոգիապես ավելի մոդեռն ծառայություններ եւ կրկին բարձրորակ սպասարկում։ Կոմվերսբանկի տնօրեն Տիգրան Դավթյանը նշեց, որ նոր նորքը ռազմավարական նշանակություն ունի բանկի մանրածախս ծառայությունների զարգացման համար եւ այս տարվա առաջին վերաբացված մասնաճյուղն է։ Հանրապետությունում գործում է Կոմվերսբանկի 34 մասնաճյուղ, որից 14-ը Երևանում։ Նաիրա Պողոսյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Հիմնական թողարկման համար պատրաստել էինք այսքանը, ստուդիայում աշխատում էր Լիլիթ Աղբալյանը, ցտեսություն։